Արարատյան տոները առհասարակ հայ ժողովրդի մեծ դարձի հիշատակության օրերն են եւ այդ օրերին այդ ընթացքում տեղի ունեցած մեծ իրադարձությունների ոգեկոչումն է։ Սովորաբար մեկ շաբաթ է տևում Արարատյան շաբաթ կոչվածը հենց, որ սկսվում է Սրբոց Հռիփսիմեանց կույսերին նվիրված տոնով եւ առաջինը երկուշաբթի օրը Սուրբ Հռիփսիմեին նվիրված հիշատակության օրն է, որ պատարագ է մատուցվում, Սուրբ Հռիփսիմեի մասունքն է բերվում Մայրաթորից դեպի Հռիփսիմե վանք։ Երեքշաբթի օրը Սրբոց Գայանյանց, արդեն Սուրբ Գայանեի եւ իր հետ նահատակված կույսերի հիշատակության օրն է։ Նույն շաբաթվա մեջ հինգշաբթի օրը մենք հիշատակում ենք Սուրբ Հովհաննես Կարապետի, Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը, շաբաթ օրը ելնի վիրապեն, Սուրբ Գրիգոր Լուսավորչի խորվիրապից ելքի հիշատակությունն է եւ արդեն կիրակի տոն կաթողիկե Սրբո Էջմիածնի, Սուրբ Էջմիածնի հաստատման տոնն է եւ ամբողջ այս շաբաթվա ընթացքում մենք հիշատակում ենք հայոց մեծ դարձը այն պատմությամբ, թե ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչով մեր երկիրը թևակողեց մի նոր դարաշրջան, որ քրիստոնեության պետական կրոն ընդունման ժամանակահատվածն է խորհրդանշում։ Բայց շատ կարևոր է հիմա այսօր կոնկրետ երկուշաբթի օրը Սուրբ Հռիփսիմեի հիշատակության օրն է եւ կարևոր եմ համարում հիշել, շեշտել այն հանգամանքը, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաքելությունը մեծ հաշվով կհաջողվեր, եթե Սուրբ Հռիփսիմեն եւ իր հետ եկած կույսերը հավատարիմ մնային իրենց սկզբունքին, այսինքն Սուրբ Հռիփսիմեով է սկսվում, մեծ հաշվով Սուրբ Հռիփսիմեով է սկսվում հայոց մեծ դարձը։ Անշուշտ Թադեոս եւ Բարտոլոմեոս առաքյալները առաջին լուսավորիչներն էին, ովքեր որ քրիստոնեության սերմերը գցեցին Հայաստանում, բայց արդեն իբրև ազգային դարձ Հռիփսիմեով է, որ սկիզբ է առնում հայոց մեծ դարձը։ Այս է հիշատակությունը, այս տոնական խորհրդով է, մտորումներով է, որ հավաքվում ենք պատարագին մասնակցում Սուրբ Հռիփսիմեի եւ մյուս բոլոր նահատակ կույսերի բարեխոսությունը խնդրում մեր ժողովրդի համար։